Այսօր մայիսի 12-ին իր ծննդյան տարեդարձն է նշում հայկական երգարվեստի ամենասիրված ներկայացուցիչներից մեկը՝ Արման Հովհաննիսյանը։ Տարիների ընթացքում նա կարողացել է ստեղծել իր ուրույն և անկրկնելի ձեռագիրը։ Արման Հովհաննիսյանի երգացանկը ներառում է ինչպես սիրային բալլադներ, այնպես էլ ժողովրդական և ազգագրական երգեր։ Նրա ստեղծագործությունները հավասարապես սիրված են թե Հայաստանում, թե Սփյուռքում։ Երգիչը իր գործունեության ընթացքում թողարկել է ավելի քան 15 ձայնասկավառակ և նկարահանվել տասնյակ տեսահոլովակներում, որոնք միլիոնավոր դիտումներ են ունեցել։ Արմանը, ով երկար տարիներ բնակվում է արտերկրում, խոստովանել է, որ ուր էլ լինի երբեք չի դադարի մնալ հայ և ստեղծագործել հայ ժողովրդի համար։ Ֆիզիկապես որտեղ էլ լինեմ, երբեք չեմ դադարի մնալ հայ, ստեղծագործել հայ ժողովրդի համար։ Երգչի մենահամերգները մշտապես անցնում են լեփ-լեցուն դահլիճներում՝ Երևանից մինչև Լոս Անջելես, Փարիզ և Մոսկվա, սակայն նրա կարիերայի ամենանշանակալի իրադարձություններից մեկը տեղի ունեցավ 2020 թվականի սեպտեմբերի 21-ին Լաս Վեգասի Փարքի ծառուղում բացվեց Արման Հովհաննիսյանի անվանական աստղը, ինչը մեծ պատիվ էր ողջ հայ երգարվեստի համար։ Երգիչը անկեղծացել է, որ իր հայ հանդիսատեսը չափազանց ջերմ է և տարբերվում է բոլորից։ Շատ ջերմ են, շատ յուրահատուկ են, առհասարակ աշխարհի մեր հայերը, երբ որ համեմատում ենք ուրիշ ազգերի հետ, մեր ժողովուրդը շատ ջերմ է, շատ տարբեր է։ Արման Հովհաննիսյանի հաջողության գրավականը նրա անմիջականությունն է։ Նրա երգերը դարձել են հայկական ընտանեկան հանդիսությունների անբաժանելի մասը, ջերմություն և տոնական տրամադրություն հաղորդելով յուրաքանչյուրին։ Մենք ևս միանում ենք շնորհավորանքներին, մաղթելով նորանոր բեմական բարձունքներ և անսպառ ստեղծագործական եռանդ։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։